Տելեք մենակ պարոն Ղազարյանի տեղը չենք փոխել, ընդհանուր խմբակցությունը որոշել է իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ անել, որոնք որ ի սկզբանե որոշված են եղել, հաշվի առնելով աշխատանքային process-ը եւ նպատակահարմարությունը։ Որն են շփվածին փակագծերը, որովհետեւ այդ հատվածում ԿՊԱ-ականների եւ Էդգար Ղազարյանի միջև նեղ միջանցքը որոշեցի որտեղ։ Գիտեք, դա ինձ թվում է քննարկման առարկա չի կարող լինել, բոլորս բոլոր դեպքերում մի դահլիճում ենք աշխատում, այստեղ պետք է նայենք թե ում որ պատգամավորի հետ, այսպես ասած, ընդհանուր քննարկման թեմաներ ունի, այստեղ նաև ընդհանուր, եթե նայենք, նույն հարցով կարելի է դիմել նաև ԿՊԱ-ականներին, թե իրենք ինչ սկզբունքով էին նստած, որովհետև օրինակի համար մեր նստեցման սկզբունքը մեզ ի սկզբանե պարզ չի եղել, որովհետև եթե վերցնում ենք նույն համարակալումը, ապա համարակալմամբ այնպես պետք է ստացվեր, որ ես պետք է նստեի պարոն Ղազարյանի կողքը, սակայն որ մենք եկանք առաջի օրը դահլիճ, պարոն Ղազարյանը իմ կողքը չէր։ Կողքը Տիկին Յոլյանն էր։ Մի խոսքով ըստ իս հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ կան դրված ժողովրդի կողմից, ինձ թվում է ով ում հետ անստում, սա մի քիչ, գիտեք, այտենց մի քիչ գնում ենք համալսարանական, դպրոցական, առօրյա, այո։ Տեղափոխություն չլիներ, այդ հարցը չէր առաջանա։ Տեղափոխություն միայն մեզ մոտ չի եղել, տեղափոխություն նաև ԿՊ-ում է եղել, այսինքն ես պարբերաբար տեսնում եմ, որ իրանց մոտ են տեղափոխումներ լինում։ Տեղափոխումներ եղել են եւ լինելու են եւ սա ինձ թվում է չպետք է մեր քաղաքական առօրյայի քննարկման թեմա լինի։ Բայց դա շահարկվեց հենց ԿՊԱ-ականների կողմից, որովհետև ամյոնից ասում էին հանել եք, թրծրել եք, իսկ նույն հարցը կարող ենք ուղղել, թե օրինակի համար ինչի, ինչ սկզբունքով, մյուս անգամ օրինակի համար կարող եք հարցը տալ մեր հարգելի գործընկերներին, թե ինչ սկզբունքով է նստեցումը կազմակերպվել։ Ի սկզբանե, այո, մենք նստեցումը մեր ներքին կանոնակարգով ներքին քննարկումների արդյունքում որոշել ենք, որ այդպես ավելի ճիշտ է, առաջին հերթին այո իմ որոշումն է եղել եւ իմ նախաձեռնությունն է եղել, դեռևս առաջին օրվանից։ Իսկ պարոն Աբրահամյան, առհասարակ, եթե այսպես ասեմ, կարող եք, չգիտեմ, ով որ քարտուղարության հետ այդ հարցը մինչև երեկվա միջադեպներ քննարկվել է, որ ուզում ենք տեղափոխություն անել։ Ու մոտ 90%-ով այդ տեղափոխումները, որ եղել են, այսինքն իրենք արդեն որոշված էին։ Մնացած էլ եմ ասում, հարգելի գործընկերներ, չպետք է համալսարանական, դպրոցական կամ այլ առօրյայով չափենք։ Ազգային ժողովը այստեղ մարդիկ գալիս են մարդկանց կյանքը բարելավելու, օրենսդրական գործունեություն իրականացնելու եւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար եւ ով ում հետ է նստում, եկեք այս քննարկումները ամենայն հարգանքով դադարեցնենք։ Պարոն Աբրահամյան, եւ ունեք այլ տեխնացու Հայկ Ֆարմանյանից բացի, որովհետեւ հաշվի առնելով ԿՊԱ-ականների ելույթները, քննադատությունները, ենթադրվում է, որ չեն քվեարկի Հայկ Ֆարմանյանի։ Կտեսնենք, մեր տեխնացուն պարոն Հայկ Ֆարմանյանն է, որոշումը կայացվել է, քննարկումները եղել են, այո, հնչել են տարբեր տեսակի ելույթներ, ընտրությունների օրը պարզ կլինի, արդյոք պարոն Ֆարմանյանը գլխավորելու է համապատասխան հանձնաժողովը, թե ոչ։ պարոն Աբրահամյան, դուքան պետք է ռուսական համալսարանները, երբ որ ԿՊ-ի պատգամավորները խոսում են ամեն բառից կարճ ներողություն են բառից, օրինակ պարոն Ղազարյանի ելույթի ժամանակ, երբ որ ասեց մեզ ուղղեն պետք չէ դա հասկանալ, նկարեցին որպես իրավական։ Անցած տանում են դատավորների եւ իրենք հանգստացող դատավոր են ասում, կներեք, իրենք ոչ մի ընդդիմad խոսությամբ հանդես չեկան դրան, բայց երբ որ իշխանության տակ գտնվող ընդհանրեն դատավորներ արտահայտություն են անում, ներողություն խնդրել են։ Գիտեք, չեմ ուզում իրականում մեկնաբանեմ սա, վիրավորանք է թե չէ ինձ թվում է մեր հասարակությունը եւ դրա գնահատականը տվել է, բացի այդ, մի քանի օր առաջ ազգային ժողովը ստեղծել է էթիկայի հանձնաժողով։ Եթե ինչ-որ հարց է ծագում, եթե ինչ-որ մեկին թվում է այո, որ դա վիրավորանք է, այսինքն այդ նույն պարոն Ղազարյանի արտահայտության մասով կարող են դիմել էթիկայի հանձնաժողով, իմ ներքին համոզմամբ դա վիրավորանք չէր, պարոն Ղազարյանի այսօրվա ասածը, ինչից որ մեր գործընկերը նշեց,
գիտեք, մեզ համայն հայությունն են, ամբողջ Հայաստանն են, ինձ թվում է պետք է կենտրոնանալ հիմնական խնդիրների վրա։ Ես չեմ ուզում անընդհատ նույն բանը կրկնել, բայց մեր երկրում կա աղքատության բարձր աստիճան։ Եվ այստեղ գալով հիմնական ժամանակը կամ ժամանակից գալի մասը ծախսել նրա վրա, որ խոսել թե ով ում վրա ինչպես նայեց կամ այս բառի մեջ վիրավորանք կար չկար, բոլոր քննարկումները լինելու են միայն սրա մասին։ Պետք է այո մնալ բարեկրթության շրջանակներում եւ աշխատել հանուն մեր պետության, հանուն մեր ազգի, հանուն համայն հայության։ Աբրահամյան, Արսեն Թովեսյանը ասում է, որ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես վերացել է, իսկ աղքատությունը նվազագույն շեմի է հասել։ Դուք ասում եք, երկրում ահագնանում է աղքատությունը։ Մարզերում։ Թունյանը եւս, դե Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, միայն Երևանով չենք դատում։ Վարդան Թունյանը եւս ասում է, հաշվի առնելով թոշակները բարձրացրել են, բժշկական ապահովությունը, աղքատությունը պետք է որ նահանջացվի։ Տեսեք, այն տվյալները, որոնք որ մենք բերում ենք 24, հիմնականում երևի 24-25 թվականի տվյալներ են, եւ այո 26 թվականի տվյալը կհրապարակվի մյուս տարի։ Ինչ վերաբերում է մեր գործընկերների կողմից արվող պնդումներին, մենք բոլորս Հայաստանում ենք ապրում։ Կարող եք դուք էլ գնաք մարզեր, տեսնել, թե աղքատությունը նվազել է, բայց կրկնում ենք, բավարար չափով չի նվազել, իսկ մարզերում ըստ վիճակագրության, որոշ մարզերում, ինչպես օրինակի համար ես Տավուշի մարզը նշեցի, ինչու քննարկումը պարոն Ալեքսանյանի տեխնացության քննարկման ժամանակ էր, նշեցի, պարոն Ալեքսանյան, ձեր հայրենի մարզում համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի աղքատության տոկոսը այսքան է, շուրջ 39.5%։ Աղքատության բարձր մակարդակ ունենք նաև այլ մարզերում, Շիրակի մարզում ունենք բարձր մակարդակ, ունենք բարձր մակարդակ աղքատության Վայոց ձորի մարզում։ Դրա համար շատ բան պետք չէ։ Այո, Երևանում աղքատության մակարդակը նվազել է, բայց ելի եմ կրկնում, խոսքը ամբողջ երկրի մասին է, պետք է ամբողջ երկրի Երևանից մինչև նոյեմբերյան եւ մինչև մեղի ամբողջ երկրի մասին խոսել։ Եվ արդյոք կառուցողական է Ռուբինյանի այն հայտարարությունը, որ ասում է դուք այսպես ուզեցիք այս ճանապարհը ընտրեցիք, սպառնալիք չէ։ Եկեք հարգելի գործընկերներ, եկեք կենտրոնանանք աշխատանքի վրա, առավոտը քննարկում եղել է եւ այսօր կոնկրետ, այո, տեսնում եք աշխատանքային քննարկումներից էլ տեսնում ենք, որ այս հարցին եկեք էլ չանդրադառնանք, կենտրոնանանք ավելի կարևոր, մեր ժողովրդի համար ավելի կարևոր ինչը, ժողովուրդ, մեզ Ժողովուրդ ջան, մեզ ոչ մեկ հավատացեք չի կարող սպառնալ, մենք նշել ենք, որ այո իհարկե ժողովուրդ, մի քանի անգամ ասել ենք, այո իհարկե։ Եվ անեմ ամեն անգամ նույն խոսակցության մեջ նույն բառերը կրկնելը ժողովուրդ, ելի եմ ասում։ Հորդորում եմ բոլոր գործընկերներին կենտրոնանալ խնդիրների լուծման վրա։